Ես ուղղակի չեմ ընկալում այնպիսի իրավիճակ, երբ որ մի քանի երկրի քաղաքացին կարող է լինել Հայաստանի Հանրապետությունը վարչապետի թեկնածու եւ որի շահերի կենտրոնը կլինի միայն Հայաստանի Հանրապետությունը։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն այսպես պատասխանեց ուժեղ Հայաստան կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի շուրջ քննարկումների վերաբերյալ լուրերի հարցին։ Նախարարի խոսքով լինելով հանրապետությունում քաղաքացիության ոլորտի լիազոր մարմնի ղեկավար, ինքը վարչապետի պաշտոնում տարբեր պետությունների շահերի համատեղում չի պատկերացնում։ Վարչապետի պաշտոնում առհասարակ ես պատկերացնում եմ այնպիսի թեկնածուի, ում շահերի կենտրոնը միայն Հայաստանի Հանրապետությունն է։ Մի քանի երկրների քաղաքացի լինելով, պիտի նկատի ունենանք, որ այդ քաղաքացիությունը արհեստական երևույթ չի, դա զուտ անձնագիր չի, դա զուտ թուղթ չի։ Քաղաքացիություն ստանձնելով դու երդվում ես լինել հավատարիմ տվյալ պետությանը, նվիրվել տվյալ պետությանը եւ լինելով մի քանի երկրի քաղաքացի, ես մի քիչ դժվար եմ պատկերացնում, թե որ երկրի կենսական շահերի ավելի նախապատվություն պիտի տա տվյալ քաղաքացին։ Տվյալ դեպքում ձեր մատնանշած թեկնածուն։ Սարգսյանը հիշեցնում է Հայաստանում վարչապետ եւ վարչապետի թեկնածու կարող է լինել միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող անձը։ Ինչ վերաբերում է տարբեր իրավական մեկնաբանություններին տվյալ հարցի մասով եւ այլն, ես ուղղակի մտածում որ փաստորեն հնարավոր է ստեղծագործ նմանատիպ շարավորող միտք ունենալ նաեւ իրավաբանությունում, բայց կողորտորեն բոլորիս, որ իրատեսականության զգացողություն չկորցնենք։ Ես կառավարության մաս եմ եւ վարչապետի ցանկացած օրակարգ աներկբա ընդունում եմ, ընդգծեց նախարարը պատասխանելով հարցին արդյոք կողմ է եկեղեցու բարենորոգման ծրագրին։ Եվ ես ուզում եմ հետեւյալ արձանագրումն անել, որ Հայաստանյան առաքելական Սուրբ եկեղեցին Հայաստանի Հանրապետությունում բարձրագույն արժեք է բոլորիս համար։ Եվ եթե Հայաստանյան առաքելական Սուրբ եկեղեցու մասով կամ մեր հետևորդներին անհանգստացնող տարբեր հարցեր, ժողովրդավարական հասարակությունում նմանատիպ բարձրագույն արժեքին վերաբերող որևէ հարց չի կարող լինել տաբու եւ չլինել քննարկման ենթակա։ Սարգսյանն անդրադարձավ նաեւ օրեր առաջ համացանցում տարածված այն տեսանյութին, որում երևում է, թե ինչպես է իրավապահ համակարգի ներկայացուցիչը բռնի ուժ կիրառում եւ հայոյանքներ հնչեցնում քաղաքացու նկատմամբ, փորձելով ցուցմունք կորզել։ Ընդգծեց, դեպքի քննության շրջանակում կդիտարկվի նաեւ այն հանգամանքը, թե ով է նկարահանել այդ տեսարանը։ Գործ ունենք նաեւ հանցագործության մասին չհայտնելու իրավիճակի հետ, որովհետև նկարողը ըստ էության ստացվում է, որ իմացել է առերևութության մակարդակում գոնե թե խոշտանգման դեպքի մասին եւ չի հայտնել իրավապահ համակարգին այս դեպքի մասով, բնականաբար վարույթը նաեւ կառաջանա այս հարցին։ Ներքին անվտանգության եւ հակակոռուպցիոն վարչությունում այս դեպքով կա նշանակված ծառայողական քննություն, տեսանյութում երևացող ծառայողի լիազորությունները կասեցվել են։ Ինչ վերաբերում է համակարգում խոշտանգման դեպքերին, ապա նախարարը նշեց, որ դրանք համատարած բնույթ չեն կրում։ Սարգսյանի խոսքով համակարգում խոշտանգման դեպքերի առնչությամբ առանձին վարույթներ կան նախաձեռնված, լիազորություններ են կասեցվել։ Եվ այս նույն գործելավոճը մենք շարունակելու ենք, այսինքն եթե նորից կլինի այնպիսի մի ծառայող, որը նորից չի ընկալի իրավիճակը եւ կգնա ոչ իրավաչափ վարքագծի, վստահեցնում եմ, որ մեր ծառայողները գիտեն, որ այս իրավիճակները ռեակցիա ունենալու։ Կենսաչափական անձնագրերի համակարգը Հայաստանում կգործարկվի այս տարվա աշնանը, հայտնեց նախարարը, հավելելով արել են պրակտիկորեն առավելագույնը, որպիսի այս ժամկետը պահպանվի։ Նույնականացման քարտերի վերջնական նկարագիրը հաստատվել է, իսկ խմբաքանակն ուղարկվել է մեծածավալ մեխանիկական տպագրության։ Հին նմուշի անձնագրերը ավտոմատ կերպով դուրս չեն գալու շրջանառությունից։ Դրանք շարունակելու են լինել շրջանառության մեջ այն ժամկետով, ինչ ժամկետով որ վավեր են տվյալ պահի դրությամբ եւ մեր քաղաքացիների կամարտահայտությանն են թողնելու դիմելու կենսաչափական նոր համակարգին եւ ստանալու նոր անձնագիր կամ նոր նույնականացման քարտեր։ 2025-ին 2024-ի համեմատ ապօրինի շրջանառությունից 80%-ով շատ թմրամիջոց է դուրս բերվել։ Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերը աճել են 614-ով կամ 20.4%-ով։ Միևնույն ժամանակ հայտնաբերվել է թմրամիջոցների իրացման 243-ով ավելի դեպք։
2025 թվականի կտրվածքով հարգելի լրագրողներ, ՀՀ իրավապահ մարմինների կողմից ընդհանուր առմամբ պարգևվել է 768 կիլոգրամ տարբեր տեսակի թմրամիջոց։ Նախարարի խոսքով անցած տարի ակտիվորեն շրջանառվում էին խոսակցություններ, թե դպրոցներում թմրամիջոցներ են վխտում եւ գործում են դրանց իրացմամբ զբաղվող խմբեր անչափահասների ներգրավմամբ։ Այս պնդումները վիճակագրական պատկերով չեն հաստատվում։ Հետևողականորեն յուրաքանչյուր հաղորդման հետևից գնացել ենք եւ գրառման հեղինակին խնդրել ենք մեզ տա տվյալներ։ Եթե չի ուզում հաղորդում ներկայացնելու, գոնե թե մեզ տա տվյալներ, թե ինչ նկատի ունի, որ դպրոցի մասին է խոսում, երբ որ ասում է, որ վխտում են թմրամիջոցները դպրոցներում։ Հարգելի ներկաներ, մենք ունենք 0 հաղորդում եւ ունենք 0 տվյալի փոխանցում մեզ այս գրառումների համատեքստում։ Նախարարը հավելեց նաև 2025-ին համացանցի միջոցով թմրամիջոցի անօրինական շրջանառության 460 դեպքի արձանագրվել, արգելափակվել է 26 տելեգրամյան ալիք։ 2025 թվականին 3.2%-ով նվազել է Հայաստանում արձանագրված հանցագործությունների թիվը։ Ցուցանիշը ըստ նախարարի վկայում է ներքին անվտանգության մակարդակի մասին։ Մարդու դեմ ուղղված հանցագործությունները նվազել են 1739-ով կամ 23.2%-ով։ Եվ կարևոր եմ համարում այն նաև ցուցանիշի հարայնացումը, որ նվազել է նաև դիտավորության առողջությանը վնաս պատճառելու, այդ թվում առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքերը։ 2025 թվականը շրջադարձային է եղել հատկապես միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության համար, շեշտեց նախարարը, որովհետեւ տարին ամփոփվել է միգրացիոն դրական սալդոյով։ Համաձայն սահմանային էլեկտրոնային տեղեկատվական համակարգի 2025-ի ընթացքում Հայաստան մուտք է գործել 5.201.747 անձ, դուրս է եկել 5.171.270 անձ։ Քրիստինե Թորոսյան, Արտակ Գևորգյան, լուրեր։